Ես ուզում եմ, որպեսզի այդ ազգանունները արձանագրվեն։ Որը կարող է 1.5 միլիոնի կարող ավելի շատ է կամ քիչ է։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Կատեգորիկ չմերժեցին ցեղասպանության իրողականությունը, բայց իրենց խոսույթով ժխտողականության շատ վտանգավոր դրսևորումներ արտահայտեցին եւ ադիգա շատ ավելի վտանգավոր է կամ նույնքան վտանգավոր է, որքան ասելը, որ ոչ ցեղասպանություն չէ։ Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը արտաքին քաղաքական կամ այդ մասին թիվ 1 առաջնահերթություն դարձնելը անշուշտ արտաքին գործերի նախարարության օրակարգ չի։ Հաջորդ 10 տարի առաջ 1.5 միլիոն հայ է սպանել թուրքը։ Նրանց գաղթի պատճառ է դարձել Օսմանյան կայսրությունը։ Այս փաստը դատապարտել ու ճանաչել է ավելի քան 30 երկիր։ Ինչ է եղել, ինչպես, ինչու հարցին պատասխանել են ոճրագործությունից փրկվածները, ժամանակի եւ արդի պատմաբանները։ Իսկ Թուրքիան չի հերքում կոտորածի փաստը։ Ինչու է Հայաստանի գործող իշխանությունը այդպիսի թեզեր դաշտ նետում։ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում արտաքին ուժերի շահագրգռվածությունը կիշնի։ Այն պարզանգամանքով, որ Հայաստան պետությունը ինքը հայտարարում է դրա ոչ նպատակահարմարության մասին։ Նիկոլ Փաշինյանը բանտային օրագրում հիշել էր ցեղասպանությունը, հասկանալու համար իր բառերով պատկերացրել ցեղասպանության շաբլոն կադրեր, հետո համեմատել մարտի 1-ի դեպքերին։ Մինչև 2018 թվականը որոշ մարդիկ նման գաղափարներ ունեին դեռևս 90-ական թվականներից եւ նաեւ կային շահագրգռ երկրներ, դա Թուրքիան եւ Արևմուտքը, որոնք փորձում էին այդ հայ-թուրքական հարաբերությունները բարելավել, մեջտեղից անելով ցեղասպանության հարցը իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Եվ շատ մարդիկ պատրաստվել են մինչև 2018 թվականը Հայաստանից տարվել են եւ իրենց հետ համապատասխան աշխատանքեր տարվել։ Հիմա այդ մարդիկ եկել են իշխանության։ Ցեղասպանվածների անուն ազգանունները գրել, պատմության իսկությունը ճշտել ու արտաքին քաղաքական օրակարգում առաջնային նշանակություն չտալ։ Կողք կողքի դնելով գործող իշխանության թեզերն այս պատկերն է ստացվում։ Ում համար են առաջ քաշվում թեզերը։ Ներքին թե արտաքին լսարանի համար։ Ներքին լսարանի մի երկու վտանգավոր ուղերձ է, որ պետք է մոռանալ ցեղասպանությունը եւ հանուն խաղաղության պետք է գնալ լուրջ զիջումների։ Իրականում այդ խաղաղությունն էլ ներքին լսարանի համար է, արտաքին աշխարհը, այսինքն հստակ պատկերացնում են Հայաստանի կամենալով չէ։ Բայց միայն ներքին լսարանին խաղաղություն բառով գնելը չէ Փաշինյանի ցանկությունը։ Հայաստանից ցեղասպանության մասին հնչում են հայտարարություններ, որոնք գոհացնում են Թուրքիային ու Ադրբեջանին, զարմացնում օրինակ Իրանին։ Իրենք ոչնչում մեղավոր չէ եւ այս ամեն ինչը ինչ որ ձևի կանխորոշված է եղել եւ դրա համար որպեսզի լինի խաղաղություն մենք պետք է փոխենք մեր մտածողությունը դրա համար պետք է փոխեն դասագրքերը որ նոր սերունդները նման գաղափարներով չմեծանան եւ արդյունքում կլինի խաղաղություն բայց այդ ամեն ինչը չի ստացվում որովհետեւ նույն ադրբեջանական եւ թուրքական կողմը սուննիկի խնդիրն են դրել որովհետեւ իրենք թուրքական աշխարհ են ստեղծում եւ իրենք ամենևին պատրաստ չեն գնալ խաղաղության։ Դա այն ծուղակն է, որի մեջ հայտնվել է Հայաստանի գործող իշխանությունը եւ որը ցույց է տվել, որ իրենց ամբողջ քաղաքականությունը եղել է սխալ։ Մինչդեռ Անկարան ու Բաքուն պահանջում են Սյունիքով միջանցք, գրեթե ամեն օր խախտում հրադադարն ու ամբողջ Հայաստան արևմտյան Ադրբեջան կոչում։ Այս ամենը չի հասկանում Նիկոլ Փաշինյանը։ Շարունակություն գործող իշխանության հետ ուղղակի չի լինելու, կարծում է Ստեփան Դանիելյանը։ Ոչ միայն ուրանալու են ցեղասպանությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։